Բալի ժողովուրդ Էս են անգամ էլ էր չէ Հիմի ավելի փիս է դառը, ավելի բետար է դառը Հիմի вообще արդեն մարդիկ ինվալիդ են դառը կեսը Նարին է բարև Ժողովուրդ մի հատ ասեք էլի խնդիրը ամեն անգամ բարձրաձայնում եք Երկու բառով ասա, որ մենք էլ Երկու բառով ես Ինքը հետևյալն է, ինքը սահմանային թույլատրելի չափանիշներից լցում է մեր վրա, մենք խեղդում ենք, անհնարին է, ստեղ մնալ էս բնակավայրերում դառել է սարսափելի մի Մանավանդ ամառել որ գալիս է Նույն ձևը, էլի նույն խնդիրն է Ոչ մի խնդիր չի լուծվում, մեր ասածը հետո որ այս կազմակերպության գործունեությունը Նախկին վարչապետն էլ նորից եկել է, ոչ մի հարց չի լուծվել, ավելի վատ վիճակ է եղել Բա ինչ են ասում Խոսք են տալի ու գնում են, ոչ մի բան չեն անում Հարցի լուծումը ոնց եք պատկերացնում Լուծումը պատկերացնենք միայն իր տեղափոխման մեջ է Որտեւ 5 տարի, ինքը 5 տարի ֆիլտրներ է փոխում, էս է անում, արտասահմանից մասնագետներ է բերում 5 տարի ուզում է բարելավի, որ մենք չբողոքենք 5 տարի չի կարում անի Ինչ եւս 5 տարի սպասենք Հնարավոր չի Մենք ուզում ենք, որ այս գործարանը ստեղից դուրս գա Լրիվ դուրս գա տեղափոխվի ուրիշ տեղ Նոր ինքը հայտարարում է ահագին փող եմ ծախսել Մեր առողջության հաշվին փող է ծախսում, եկամուտ է առնում։ Սնկի բաներ, չէ։ Սնկի կոմպոստ արտադրում, սունկի արտադրության համար եւ այլ բաներ։ Մի բանկա Պարարտանյութ հենար բոլոր խազայսվիներով 600 դրամով է ծախսում։ Մեր առողջության հաշվին։ Ուրեմն այս խնդիրը 5 տարի արդեն շոշափվում է, մենք ոչ մի արդյունքի չենք հասնում, որովհետեւ իր այդ իշքան բանակցությունների մեջ ենք մտնում խոսում ենք ինքը անընդհատ հանգստացնում ասում է լավ կլի էս են փոխում այն են փոխում բայց քանի որ արդեն իշխանությունը փոխվեց մենք մեծ հույսեր ենք կապում պարոն Նիկոլ Փաշինյանի հետ եւ կարծում ենք որ այս անգամ արդեն էս մեր բարձրաձայնելը մի որևէ արդյունք կտա եւ մեր առաջարկը ինչ է Թող ինքս գործարանը ոչ թե մեզ ամեն օր խափի, ասի որ լավ կլի, թող գործարանը կանգնացնի, տղամարդու պես թերությունները կարում է վերացնի, թող վերացնի աշխատի, չի կարում վերացնի, ուրեմն փագի տեղափոխվի, քանի որ նախկինում Եղվարդում է եղել այս արտադրամասը տեղավորված, ընդեղի ժողովրդի արդեն համբերության բաժակը լցվել է, նրան ընդեղից խրկել են, լարել են, եկել է ստեղ Հիմա ինչ է, մենք ենք այս ուժողը։ Հաջորդ քայլը էտարն են։ Եվ գիտեք բանը դուրս է տանում Վրաստան։ Վրաստանն է ուղարկում։ Որտեղ Վրաստանում նմանատիպ կազմակերպության գործունեությունը արգելված է։ Վրաստանը վրացական տրեյլերները գիշերը գալիս են տանում են։ Մենք այսօր որոշել ենք այս փողոցը փակել, որ նորնուզ է գնում։ Ուղղակի մեր սիրելի վարչապետի հույս ունենք իր վրա, շատ մեծ հույսեր է կապում բոլոր ազգը։ Իր հորդորը լսելով մենք այսօր չենք փակել այս փողոցը։ Ու չենք ուզում Սա որպես նախազգուշացում էլի։ Հա, նախազգուշական նայեք վերևը նկարեք, մենք ուղղակի խոչընդոտում ենք իր այսօրվա աշխատանքը, որ այդ իր ֆուրերով ինքը ստեյց հենց որ ֆուրերով անցնում է, բոլորը ներս են մտնում։ Այ խոչընդոտել ենք միայն դա, որ իր ֆուրը չանցնի։ Գնանք այնտեղ, հա, ճանապարհը բացենք։ Հա, վերև։ Այս գերուզարեկների խոչընդոտը։ Ստե ես քանի անգամ եկել եմ։ Իրար հետ ենք վարդում։ Ժողովրդի միջարից ավելի շատ էր 8-ից են հավաքված առավոտվա։ Ուղղակի դե մարդիկ չեն կարող այդ կամը։ Հիմա կվերացնենք, ինքը ուզում է տանի։ Մեր երեխեքն են մեղքել, մենք տարուց առած մարդիկ են։ Մեր ծերունդից Դարեոր հանգստանանք, ապրես։ Որը խոչը գազ հանգստանանք նույն։ Չեն կարել դա չէ։ Հələ մենք 52 տարի։ Դա չեն առնում են, որ մաքրոտ չնչեն։ Ամեն տարի մինչև մի 20-25 ящик խնձոր էր, ասենք լինում։ Հիմա այս 3 տարի է, 4 տարի է, 2 ящик խնձոր չի դուրս գալի։ Սա հիմա որ գաք իմ հողամաս կամ մյուսների, կտենակ խնձորները սա կրկրված, տերևները կրկրված, ամեն ինչ թափում է։ Մենակ ծիրանը ելնում է, չգիտեմ ոնց։
Այս տարի է չի։ Իմի պարոն Շամշյան, գործը հասել այնտեղ, որ մարդիկ արդեն հիասթափված, հուսահատված, հուսալքված, ուզում են իրենց դաչաները վաճառեն, բայց ոչ մեկ չի կարող վաճառի։ Մարդը ասում է, այս ամբողջ կյանքս դրել եմ վերեն, այսքան քար շարել եմ, մի 30-40 հազար դոլար ծախսել եմ, $1000 չի կարող ծախի։ Գալիս են Հոտի խաթր։ Հոտի խաթր։ Ու տենում եք ստեղ խամարտիկ են մեծամասամբ։ Կանայք երեխաները ընդհանրապես չեն գալիս։ Մենք գալիս ենք, հասկանում ենք, որ չարչարվել ենք, ուզում ենք պահենք այս դա։ Իսկ կանանք երեխեք չեն գալիս։ Ներկայ դուք հոտ չեք զգում, որտեղ միտումնավոր արտանետման աղբյուրները, վենտիլյատորները փակված են։ Միտումնավոր փակում է։ Կարող է չեն աշխատում։ Չէ, դա փակում է արտանետման աղբյուրները։ Երեք հատ վենտիլյատոր ունի փակած է։ Ժողովուրդ, իսկ մարզպետարան դիմել եք։ Բնապահպանության նախարարություն։ Ինչ են ասում։ Բնապահպանության նախարարություն եկել էին իրանք ֆիլտր բաներ էին անում, օդի Փորձանմուշ։ որ տանեին, հետո որ եկել էին փորձանմուշ տանեին, վարորդը վատացել էր մի շաբաթ հիվանդանոցում պարկել էր։ Այդ փորձանմուշ տանելու բայց հետո իրանք այնտեղ գրեցին, որ թույլատրել նորմալի մեջ է։ Իրանք ամեն Բայց իրանք վատացել էին փորձանմուշ տանողն ու վարորդը։ Իրանք բայց գրեցին, որ նորմալի մեջ է։ Դե որ չի մեռել, ուրեմն ասում են նորմայի մեջ է։ Այապես, իրանք էդ են ասում, պարոն Շամշյան, ասում են, որ այս հոտից մարդ չի մանա։ Պարոն Շամշյան, կմեռնեն հաստատ, Դեժավա մեջ վատացել։ ուղղակի հիմա արտանետում չկա, որովհետև անջատած է իրաց վենտիլյատորները։ Եկել 2 տարի առաջ էին եկել։ Եկել եմ, էլի եմ եկել։ Երկու անգամ եկել եմ։ Կա այդ շենքերդ եմ ապրում։ Քամի Մորեսյանից է մարդիկ չեն կարող, ես բրոխներ ունեմ։ Ես չեմ կարող շուտ քաշել։ Հա տարբեր տեսակյաներ մեծահասակները երեխաներն են հիմնականում գալիս տեղ եւ այդ Ասում են կողքի բանվորն է։ Դու բացի հոտը այնտեղ թույն է։ Կարևորը որ թույն է։ Հոտը իրական չի։ Մինչև հոտը գալը էլի մարդ թույնվում է։ Հոտը արդեն բացարձակն է։ Մինչև 1-2 մարդիկ թույնվում են։ Պետք է լինի 0-0-1։ մի քանի անգամ գերազանցում է այդ թույլատրելի բոլորը։ Մի քանի 100 անգամ, մի քանի չէ։ Իմենա զավոդի հումքը, մեր զավոդի պատետը կանաց ապտել է, գրոզը կանացին։ Մեր հույսը նոր կառավարությունն է, որ մի բան անի։ Նախորդ կառավարությունները բոլորը մեր հետ համաձայն են եղել, բոլորը ասել են կլուծենք այդ հարցը, վերջում ինչ որ տեղերից զանգեր է եկել ու այդ հարցը չեն լուծել։ Ընդհակառակ իրավունքին են լուծել։ Իրանց համար ժողովրդի համար։ Շաբաթը մի հատ վարչապետ էին փոխում, ինչ լուծել։ Պարոն Շամշյան, եւ մենք բոլորս համոզված ենք, որ եթե այս, չգիտեմ, հերոստատեսությունը ալնելու, ոնց է լուսաբանվելու, եթե սա պարոն Նիկոլ Փաշինյանը լսեց, իմացավ, հաստատ մենք մի որևէ դրական տեղաշարժ տեսնելու ենք։ Իսկ եթե ինքը չիմացավ, էլի նույն շրջապատույտը գնաց այս նախարարություն, այն նախարարություն, ընդեղից ասեցին, որ էսի թունավոր չի, չեք մեռնի, յոլա գնաց։ Հա բայց այնպես էլ չի, որ Փաշինյանը կարա մի օրում լուծի, ժամանակ պետք է տան, ուսումնասիրի, որովհետև խնդիրները այնքան շատ է, խնդիրները այնքան շատ է, որը ով ասում է օրում լուծեն։ Տեսնի, ինքը տեսնի, ուզում ասեմ, լուսաբանում են այդ։ հայ գոնը կարողանես լինի մի քանի ամիս էլ սպասեք, էլ մինչև ուսումնասիրեն։ Ինքը իմանա։ Մենք իմանանք, որ սա կտեղափոխվի։ Ինքը իմանա։ Որտեվ արդար չի, այսօր ասես ու ասես արի արա։ Հայլի։ Մենք էլ համաձայնում, մենակ հիմնակից գործի։ Պարոն Շամշյան, ինքը այնքան որ ունեցելի լրատ լուսաբանում ունեցելի որ ինքը տեսնի, այսքան բանա մեզ պետք։ Թե չէ ինքը այնքան արդար մարդ է, այնքան ուժեղ մարդ է։ Թող ինքը Գիտեք, մենք հասկանում ենք, որ այս գործարանով նա ստեղծել է աշխատատեղ։ Այս գործարանով նա բյուջե է լցում, էդ էլ ենք հասկանում, բայց եկեք մտածենք, բյուջե լցելն է լավ, Թե գենոֆոնդը պայել է։ թե գենոցիդ անել 2500 տնատիությանը։ Ինքը ասում է փող եմ ծախսել այս գործարանները, այդքան գործ եմ արել, բա մենք փող չենք ծախսել, այս ամեն մեկս տուն ենք սարքել։
Տուն սարքելը բացի, Չէ, մարդիկ երեք փող են փող է սարքում գալի խոսքը։ բժշկի գնալու բանի համար։ Բայց ես մենակ ամառանոցը ինչի վերաբերվում ես հոտ Նույնը բյուրեղանը անում է, Բյուրեղաման չէ, նորաճել է։ նույնը հասնում է Արզնու սանատորիա, որ փոսի մեջ ախտի չլինի, ես տնօրենին եմ հարցրել, ասելա մեկ-մեկ մեզ մոտել է գալի այդ հոտը։ Ուրեմն մենք բոլորս մի մոմենտ ուզում ենք կազմակերպեինք ուզում ենք կազմակերպեինք մենք Եվրո դատարան, բայց Եվրո դատարան մենք բոլորս ուզում ենք Միայն ժողովրդական ուժը կարող է դեմը առնի։ Ասма գյուղ կանգնի գերան կգոդրի։ Այո, ժողովրդի ուժը մեկ է Փաշինյանի խիղճը։ Ուրեմն ինչի չդիմեցինք Եվրո դատարան մտածելով որ դա մեր երկրի վարկն է, թող դուրս չգան այս մարդիկ նայեն, լսեն, ասեն թե տեստե ժողովրդի նկատմամբ ինչքան վատ են ժողովրդին սպանում են, թունավորում են։ Թե չէ բոլորն էլ պատրաստ էին իրավաբանական ճանապարհով դիմելու Եվրո դատարան եւ ինչ էինք պահանջում։ Պահանջում ենք, որ այս դաչաները տալիս ենք իրան նվեր, ինքը թող ամեն մեկին գնահատելով փոխհատուցում տա, ու մենք էլ թողենք գնանք։ Եվ մենք մեր նպատակին կհասնենք 100%-ով, բայց մտածելով մեր երկրի վարկի մասին, այդ քայլին առանց մեզ չենք դիմում։ Էլով ինչ ուզում ա թողա։